Բարև ձեզ, դուք դիտում եք հորիզոնը։ Զորակոչի առավելագույն տարիք կհամարվի 37 տարեկանը։ Համապատասխան վճարի դիմացել հնարավոր կլինի 2 տարուց քիչ ծառայել։ Նախագիծը այսօր կառավարության նիստում ներկայացրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Օրենքի նախագծերի համաձայն առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 միլիոն դրամ եւ 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։ Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած եւ մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամյա ծառայության ժամկետը փոխարինել 12 ամսյա ժամկետով ծառայությամբ, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2.5 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն։ Մինչև 16 տարին լրանալը զինվորական հաշվառման տարիքի մասին է խոսքը, ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։ Օրենքների նախագծերի քննարկման արդյունքներով փաստվել է, որ նախագծերն ընդհանուր առմամբ կարիք ունեն պատշաճ նորմատիվ կարգավորումների եւ օրենսդրական տեխնիկայի կանոնների ապահովման նպատակով լրամշակման, միաժամանակ առկա են մի շարք սկզբունքային առաջարկություններ, որը ես կնշեմ, հավելեմ նաև, որ նախաձեռնությունը ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանինն է եւ այն քննարկում է անցել նաև միջգերատեսչական հարթակում, ինչպես նաև անցել է նաև նախարարական կոմիտեով եւ ըստ այդմ ձևակերպվել է հետեւյալ առաջարկությունները կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ եւ 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը, իսկ պետական տուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ 15 միլիոն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշմարման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում։ Այս առաջարկները քննարկվել են падգամավորի հետ եւ պարոն Հայկ Սարգսյանը ըստ էության համաձայն է այս փոփոխություններին եւ առաջիկայում մեր հաստատումից հետո այն կքննարկվի նաև ազգային ժողովում։ Պարոն Պապիկյան, ես ճիշտ եմ հասկանում, որ կառավարության կողմից ներկայացված առաջարկությունների մեկ սկզբունքային առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր զորակոչի դեպքում կառավարությունը համապատասխան սահմանաչափ կհայտարարի եւ սա նաև թույլ կտա գնահատել այս միջոցառման արդյունավետությունը կամ կառավարել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նման շատ զգայուն, ինչպես դուք նշեցիք, եւ էական փոփոխությունների պարագայում։ Այո, պարոն Խաչատրյան, դուք շատ ճիշտ եք, այս կետը մեզ համար սկզբունքային էր այն առումով, որ չնայած բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվը ավելացնել եւ տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհանուր ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, դրանք մտնեն պետական գանձարան եւ նույն ժամանակ մեզ հնարավորություն տան մեծացնելու պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները եւ թվաքանակը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը։ Փաշինյանը անդրադարձել է Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունների ներկա ընթացքին։ Լավրովը շնորհակալություն հայտնել ընդունելության համար, ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ։ Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է նաև Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված Եվրոպական միության դեսպաններին, որոնք այցելել են Հայաստան։ Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, փոխգործակցության և հետագա զարգացման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Դեսպանները կարևորել են Հայաստանի կառավարության ջանքերը տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների հետևողական առաջմղման ուղղությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է նաև պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը։ Նասիրզադեն Փաշինյանին է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի ջերմ ողջույնները և նշել, որ Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է Իրանի անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը ապահովմանը վերաբերող հարցեր։ Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը աշխատանքային այցով այսօր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, մասնակցելու Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Թեհրանում իրականացվել է Ադրբեջանի դեսպանության շենքի վրա հարձակում կատարած ահաբեկչի գործով կայացված մահապատժի դատավճիռը։ Թեմայի շուրջ զրուցել են գործընկերներս։ Այս մահապատժի մասին լուրը այսօր առավոտյան տարածեց Իրանի իրավական համակարգի լրատվական պորտալը, բայց ըստ որոշ տեղեկությունների իրականում վճիռի իրականացումը տեղի էր ունեցել դեռ անցած շաբաթ, թե ինչ եղանակով չի տեղեկացվում, ամենայն հավանականությամբ գնդակահարվել է։ Հիշեցնեմ նախապայմանը 2023 թվականի հունվարի 27-ին ազգությամբ ադրբեջանցի Յասին Հուսեյզադեն ինքնաձիգով զինված ներխուժել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանություն եւ այնտեղ անվտանգության ծառայության հետ բախման արդյունքում զոհվել էր ծառայության ղեկավարը եւ երկու աշխատակիցներ վիրավորվել էին։ Ինքը այդ քաղաքացին, ինչպես ասացի, ազգությամբ ադրբեջանցի, պնդում էր, որ զուտ ընտանեկան պատճառ կար, կինը իրեն լքել էր եւ իրեն ասել էին, որ նա թաքնվում է դեսպանության տարածքում եւ որ իբրև թե ադրբեջանցի դիվանագետներն են իրեն այնտեղ պահում։ Այնուհետ պարզվեց, որ այդ անձը Հուսեյնզադեն հոգեկան խանգարում ունի, տառապում է այդպիսի հիվանդությամբ, շիզոֆրենիա է ժամանակին ունեցել եւ իրեն տեղափոխել էին հոգեբուժարան։ Թեև կարծես այսպես ադրբեջանական ներքին գործ էր, հա, եւ տուժողը ադրբեջանցի եւ հարձակվողը ադրբեջանցի, հակառակ դրան Բաքվի իշխանությունները ամեն ինչ արեցին այս առաջին հայացքից կենցաղային պատմությանը քաղաքական աստար տալու համար եւ Թեհրանի վրա ճնշում գործադրելու լծակներ ստեղծելու համար։ Այսինքն դա որպես պատրվակ օգտագործվեց Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու համար։ Ալիևը հանձնարարեց, որ դեսպանության ողջ աշխատակիցները էվակուացվեն, տեղափոխվեն Ադրբեջան եւ ըստ էության դեսպանությունը դադարեց իր աշխատանքը։ Բաքուն սկսեց նախապայմաններ առաջ քաշել Թեհրանի դիմաց, Թեհրանի առջև հյուպատոսություն դեսպանությունը բացելու համար։ Հիշեցնեմ, սա հենց այն շրջանն էր, երբ Իրանի իշխանությունները շատ հստակ էին ձևավորել իրենց մոտեցումը Սյունիքի հանդեպ Ադրբեջանի նկարտումների վերաբերյալ։ Դա էր պատճառը, որ Ադրբեջանը այլ պատրվակներ էր փնտրում Իրանի հետ հարաբերությունները խզելու համար։ Դե իսկ հրապարակային ձևով առաջ քաշվող միակ նախապայմանը այդ ահաբեկչին մահապատժի ենթարկելն էր։ Ստացվում է, որ Թեհրանն ամբողջությամբ զիջել է կատարելով Բաքվի պայմանները։ Իրանի իշխանությունները բնական է շահագրգռված էին վերականգնել բարեդրացիական հարաբերությունները Ադրբեջանի հետ, սակայն թույլ չէին տալիս իրենց հետ այսպես վերջնագրերի լեզվով խոսել։ Ըստ որոշ տեղեկությունների մամուլ թափանցած Իրանի գլխավոր դատախազի տեղակալը Բաքու կատարած այցի ժամանակ առաջարկել էր, որ ադրբեջանցիները չպահանջեն, չպնդեն մահապատժի վճիռը,
Դրա փոխարեն համաձայնվեն, որպեսզի այդ քաղաքացին դատապարտվի ցմահ ազատազրկման, հաշվի առնելով, որ հոգեկան խանգարում ունեցող մարդ է։ Իսկ դրա դիմաց Իրանի իշխանությունները կվճարեն մեծ հատուցում զոհվածի ընտանիքի անդամներին։ Հակառակ դրան ծնողները զոհվածի պահանջել էին արյան դիմաց արյուն։ Ի վերջո երկար տևած բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը համաձայնվեց վերսկսել դիվանագիտական ներկայացությունների գործունեությունը, իսկ դրանից հետո շաբաթներ անց դատարանը վճիռ կայացրեց այդ քաղաքացուն Հուսեյնզադեին մահապատժի ենթարկելու մասին, բայց վճիռը ի կատար չէր ածվում շատ երկար ժամանակ։ Ադրբեջանական մամուլը գրում էր, որ դրան խանգարում էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Իսկ նաև ռեպորտ ադրբեջանական պարբերականի տեղեկությունների համաձայն Ադրբեջանի արտգործնախարարությունը հստակ հայտարարել էր, որ եթե մոտակա շաբաթների ընթացքում Հուսեյնզադեն չգնդակահարվի, Ադրբեջանի դեսպանը ետ է կանչվելու։ Այդ մասին նաև անուղղակիորեն ակնարկեց ինքը Իլհամ Ալիևը, երբ Փեզեշքյանի այցից առաջ միջազգային մի կոնֆերանսի ժամանակ հայտարարել էր, որ Իրանի հետ հարաբերությունները վերջնականապես չեն բարելավի այդքան ժամանակ, քանի դեռ չի պատժվել ահաբեկիչը։ Արդյոք իսկ մահապատժից հետո ինչ-որ բան կփոխվի Թեհրանի ու Բաքվի միջև հարաբերություններում եւ առհասարակ տարածաշրջանային գործընթացներում։ Իհարկե դա ասպես Իրանի կողմից կարևոր ազդակ է Ադրբեջանին ուղղված, հարաբերությունները Թեհրանի եւ Բաքվի միջև իսկապես փոխվում են եւ համանաբար այդ քայլից հետո կիրականացվի հարաբերությունների վերջնական ռեստարտը, որին այդքան վաղուց սպասում էին Ադրբեջանում։ Եվ պատահական չէ, որ 3 օր առաջ Ադրբեջանում ընդ որում հարավային Արցախի տարածքում Իրանի հետ սահմանամերձ հատվածում սկսվեցին իրանա-ադրբեջանական զորավարժությունները։ Ըստ որոշ տեղեկությունների զորավարժությունները սկսվեցին միայն 1 օր այն բանից հետո, երբ մահապատժի վճիռը ի կատարածվեց, ինչպես ասացի, ըստ որոշ տեղեկությունների անցած շաբաթ էին դեռ գնդակահարել նրան։ Դե Իրանում ամեն ինչ արեցին, որպեսզի Երևանում շատ բացասական տպավորություն չլինի այդ ամենին եւ վստահ եմ, որ դա էր պատճառը, որ հենց այսօր, այսինքն այն օրը, երբ հրապարակվեց մահապատժի մասին վճռի լուրը, Երևանում է Իրանի պաշտպանության նախարարը, որը բավական այսպես ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ, ընդգծելով, որ Թեհրանը թույլ չի տա, որ ոչ մի երկիր ինչ-որ հավակնություններ ներկայացնի իր հարևանի սուվերեն տարածքի նկատմամբ։ Ամեն դեպքում մենք պետք է պատրաստ լինենք դրան, որ Թեհրանի եւ Բաքվի միջև հարաբերությունները այսպես որոշ ջերմացում տեղի կունենա այդ հարաբերություններում եւ Ադրբեջանը կշարունակի աճել Իրանի աչքերում եւ նաեւ եւ տնտեսական եւ ռազմական եւ քաղաքական եւ էներգետիկ ոլորտներում Իրանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները շարունակելու են զարգանալ։ Շնորհակալություն Արցուն։ Վերջում դիտեք ևս մեկ տեսանյութ, մենք կհանդիպենք ժամը 15-ին։ Հնգամյա քեսքի մրցույթը յուրահատուկ ձևաչափ է, այստեղ մասնակիցներն աշխատում են իրական բիզնես խնդիրների վրա, ներկայացնում են ռազմավարական լուծումներ ու հաստատում օգտակար ծանոթություններ տարբեր ոլորտներում առաջնորդների հետ։ Թիմերը Հայաստանը նաև ներկայացնում են բիզնես խնդիրների լուծման միջազգային հարթակներում։ 2023 և 24 թվականներին Բիբլոս բանկ Արմենիան մրցույթի գլխավոր հովանավորն էր, ինչպես նաև 2 տարվա ընթացքում ֆինանսավորել էր Քեյսքի հավաքական թիմի մասնակցությունը հեղինակավոր միջազգային 3 մրցույթի Բուդապեշտում և Բելգրադում։ Մենք եկել ենք այն համոզման, որ սա լավագույն նախագիծն է, կրթական Հայաստանի Հանրապետությունում առկա, որը հսկայական պրակտիկ գիտելիքներ, փորձ, հմտություններ է տալիս ուսանողներին։ Առաջիկա 3 տարում ևս բանկը կլինի հարթակի ռազմավարական գործընկերը, նոր որակ հաղորդելով Քեյսքի հետ համագործակցությանն ու նպաստելով մրցույթի զարգացմանը։ Համագործակցության նոր փուլի մեկնարկը տրվեց հուշագրի պաշտոնական ստորագրման արարողությամբ։ Համաձայն հուշագրի բանկն իր թիմի հետ երիտասարդներին կաջակցի ռեսուրսներով, խորհուրդներով ու փորձով, ինչպես նաև հերթական անգամ կֆինանսավորի Քեյսքի հավաքական թիմի մասնակցությունը բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթին։ Երկարատև համագործակցությունը մեզ շատ մեծ վստահություն է տալիս թե մեր արած գործում, այսինքն մենք
ավելի ենք համոզվում, որ մեր այս գործը ճիշտ է եւ ճիշտ ուղղությամբ են գնում եւ Biblos Bank Armenia-ի հետ ստորագրած ռազմավարական հուշագիրը մեզ ստիպելու է ել ավելի մեծ բարձունքների հասնել, ել ավելի մեծ մասշտաբի պրոյեկտներ անել։ Այս տարի Case-Key ակադեմիան կլինի ավելի ընդլայնված։ Մասնակիցների հետ կաշխատեն 2 միջազգային էքսպերտ Լիբանանից եւ Միացյալ Նահանգներից։ Կհամախմբվեն 27 թիմեր Երևանից, Գեղարքունիքից, Շիրակից ու Տավուշից։ 220 մասնակիցներ կսովորեն իրարից ու իրար հետ, կլուծեն բիզնես խնդիրներ ու կստանան գործնական գիտելիքներ 6 ամիս շարունակ, մայիսից մինչև նոյեմբեր, երբ մրցույթը կավարտվի հատուկ գալա միջոցառմամբ։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։